Առանց հավատքի Աստծուն հաճելի չեն կարող լինել։ Մեր հավատքներն է դեպի Աստված մեզ հաճելի սարքում։ Աբրահամը դրա համար կոչվում է հավատքի ինչ։ Հայր։ Որտեղ դրսևորվեց նրա հավատքը։ Տերը խոսել էր, անցել էր տարիներ, բայց Աստծո խոսքը նրա կյանքում ուշացել էր, չէր կատարվել, բայց նա մնացել էր անսասան։ Միգուցե վախն էր եկել, միգուցե այսօր դու ես։ Տերը ասում է ինչ կամքն առողջ լինես։ Տերն ասում է ինչ կամքն է, որ դու այդ մեղքերից պրծած լինես։ Տերը ասում է ինչ կամքն է, որ քո երեխաները փրկություն ունենան։ Բայց տարիները անցնում են ու դու տեսնում ես չկա այդ բանը։ Վախն է գալիս նման դեպքում, ամեն։ Կասկածանքն է սկսում թակել քո սրտի դուռը։ Եվ դու նստած մտածում ես խոսքը ճիշտ չի։ Սա այս ամենը իրականություն է, այս ամեն ինչ կատարվում է, դա հեքիաթ է, դա այդ ամենը թատրոն է, դա այդ ամենը ուղղակի խաղ է իրանից ներկայացնում։ Ես քեզ կասեմ եկեղեցին խաղ չի։ Դա Տիրոջ տունն ու օրհնությունն է։ Մեր ամեն մեկիս համար։ Քրիստոնեությունը դա կրոններից մեկը չի, եւ Քրիստոսը Աստվածներից մեկը չի։ Նա միակն է, որի միջոցով մարդկությունը կարող է փրկվի։